իսկ ես հիմա ուզում եմ խոսել եղանակի մասին մեզ մոտ շոկ է եւ այսպես է լինելու մինչեւ շաբաթավերջ այսպես է լինելու ավել շուտ մինչեւ ուրբաթ երևի շաբաթ բայց ամենայն դեպս վաղը հաջորդ օր ուրբաթ օր սպասեք այդպես լինելու կամ ավել վատ կամ ավել շոկ լինելու հանգամանքն է իսկ հիմա արևելյան նահանգներում ինչ է պատահում հեղեղ փոթորիկ միասին նայենք տեսեք այստեղ այդ հետևանքով մեկ տրակ շրջվել է Նյու Յորքում այսինքն մի բաս էր որ շրջվել էր անձրև է տեղի ունենում Վիսկոնսինում թորնեդո տեղի է ունենում 85 միլիոն մարդ ասել են որ շատ վտանգավոր է եղան սա Նյու Յորքում եք տեսնում խոշոր կոռոպցիա լինելու հեղեղ է լինելու փոթորիկ է լինելու այսպես տեսնում եք բոլոր ապագա օրերը Նյու Յորքը տեսեք մթության մեջ էր սա շենք է որ ջուրը պատել էր եւ փողոցներն եք տեսնում դժվար կացություն բասն է Նյու Յորքում ինչ որ շրջվել է որովհետեւ Վիսկոնսինում թորնեդո նաեւ փոթորիկ է տեղի ունենում եւ այստեղ տեսնում եք եւ այսպես է վիճակը դուք որ ապրում եք արևելյան նահանգներում նկատի առեք այս վիճակը որպեսի դժվարություններ չունենաք այսպես տեսնում եք բոլոր արևելյան նահանգները օվկիանոսի մոտ նահանգները այսպես վիճակ է տիրում հիմա թռիչքները այս փոթորիկ քամի հետևանքով 5586 թռիչք ուշացումով է ճանապարհվել քանսել է եղել լրիվ թռիչքը տեղի չունեցել 2417 թռիչք այսպես եթե պետք է օդանավակայան եք գնում արևելյան նահանգ պիտի գնաք կամ արևելյան նահանգներից պետք է հեռանաք նախապես ճշտեք որ ձեր օդանավը թռիչքը տեղի ունենալու թե ոչ օրինակ դուք կարող եք ուզում եք գնաք Նյու Յորք այստեղից եք գնում այստեղ խնդրեմ չկա բայց այնտեղ ձեր օդանավը կկարողանա վայր նստի թե ոչ դրանք նկատի ունեցեք զանգարեք սկզբից որպեսզի դժվարությունների չհանդիպեք դժվարությամբ պիտի գնաք մինչև օդանավակայան եւ այսպես դժվար դրություն տեսնեք այնտեղ ինչ որ տեսնում եք այստեղ ես հիմա ուզում եմ ցույց տալ որ տեսնեք որ շրջաններն է ազդելու տեսնում եք դժվարակին կամ վտանգավոր եղանակ է լինելու տեսեք ամերիկայի միջին նահանգներից մինչև արևել ներքևում հեղեղ է տեղի ունենում Ֆիլադելֆիա, Նյու Յորք եւ այդ շրջանը մինչև Բոստոնի մոտ թորնեդո փոթորիկ է տեղի ունենում ավել մի չանցքում Ամերիկայի Սինսինատի Ֆիլադելֆիա Սինսինատի թորնեդո այսպես է եւ ամպեր են գոռալու կամ thunderstorm տեսնում եք Ամերիկայի հյուսիսային մասում այսպես որ պիտի գնաք նկատի ունեցեք այս եղանակի տարօրինակ լինելը անձրև է տեղի ունենում 2-ից 4 ինչ այնտեղ տեսնում եք Վիրջինիա կամ այդ շրջապատում այդպես է 4-ից 6-ը ավել Նյու Բեռն եւ այդպես տեսնում եք ամենայն դեպս ուր որ գնում եք եղանակի մասին տեղյակ եղեք նախքան գնալ Նյու Օրլինզ տեսնում եք այստեղ եւ գալիս է մինչև Թեքսասի մի մասը եւ այս վիճակն է storm փոթորիկ տեղի ունեցող վաղը մինչև ուրբաթ տեսնում եք վաղվանից գնալու է մինչև ուրբաթ բոլոր հարավային շրջանները
Ես հիմա ուզում եմ խոսեմ դժբախտություն, որ դուք եթե գնում եք օվկիանոս, գնում եք գետերի մեջ լողալու, պետք է ուշադիր լինեք, որ ինչ է տեղի ունենում։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել ինչ որ Ohio River, այստեղ տեսնում եք, մեկ ընտանիքի անդամ մտնում է որ լողա այդ գետի մեջ այնտեղ, հետո չի կարողանում, այսինքն զգում են որ ուզում են խեղդվի, իրենց հենց այդ խումբը ինչ որ գնացել են, երկու ուրիշ տղամարդ մտնում են, հետո կին են մտնում, ամենայն դեպս ջուրը պատճառ է դառնում երեխաներ, երկու անչափահաս երեխաներ 7-ից մինչև 9 տարեկան երկուս տեսնում են իրենց ծնողները այդտեղ խեղդվում են եւ աշխատում են ուրիշների ասեն օգնություն են խնդրում այս երեխաները ամենայն դեպս այդ ընտանիքին կապող 5 հոգի մահանում են պատկերացրեք ինչ դառը ցավալի վիճակ որ եթե դուք ձեր ուժերից վստահ չեք եթե գնում եք գետ հայտնի չի ալեկոծված կլինի թե ոչ ջուրը տեսնում են բարձրացել է գոռում կոչում են ասած իրենց ազգականները մեկ-մեկ գալիս են ու 5-ն էլ խեղդվում են մնում են երկու երեխա որ այդ երկու երեխային տանում են հանձնում են ուրիշի որ նայեն իրենց որովհետև ծնողները մահացել են ազգականները մահացել են բոլորը այսինքն խեղդվել են այդտեղ սա Powell Ohio տարածքում է տեղի ունեցել մեծ դժբախտություն մեկ ընտանիքին պատահող այսպես տեսնում եք ինչ որ տեղի ունենում նաև հիմա սա միակ տեղը չի Utah-ում նաև Southern Utah 10 տարեկան երեխա երկու այսպես նորից ընտանիքի հետ գնում են եւ դժվար կացության մեջ են լինում իսկ հիմա ինչ որ տեսնում եք մեկ ընտանիք գնում է Հունաստան հաճախ գնում են Հունաստանը Acropolis այդ հին տարածքները հազբեն այսինքն մեկ հոգի այնտեղ գալիս է եւ իրենց հարձակում է իրենց վրա այս տուրիստները 53 տարեկան եւ 50 տարեկան են լինում ընտանիքի անդամները այսպես տեսնում եք ամուսինը շատ արյուն է կորցնում այս երբ որ իր վրա հարձակում է մեկ հոգի այնտեղ տանակով արվածում է կինը ոտքին են արվածում մեկ հոգի իհարկե արվածում է անձին ձերբակալներ են բայց ամենայն դեպս ուր որ գնում եք սա նորմալ չի Հունաստանում նման դեպքեր Ամերիկայում շատ է նման դեպքեր պատահում գիտեք ուրիշ երկրներում նաև սպանություն կարող է որևէ տեղ լինի բայց Եվրոպայում ավելի քիչ է եւ այսպես տեսնում եք ամենաապահով տեղը նաև պետք է ուշադիր լինեք տեսնեք ձեր շրջապատում ինչ է կատարվում ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը խոսեմ Հեքսետ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ սենեթի ժողովում իրեն հարցերին տալիս իսկ ծրագիրը Բրբանքում գտնվող չափահասների դպրոցը իր աշխատանքը սկսելու է օգոստոսին դուք սա հեռախոսը համարն է հեռախոսով դժվար է իրենց հետ խոսել ասեն կտեսնեք այլ փողոց Բրբանքում է գտնում կարող եք գնալ ձեր որևէ հարց ունեք այնտեղ տակ Burbank Adult School-ը իր աշխատանքները սկսելու է այնտեղ դուք կարող եք գնալ եթե անգլերեն չեք իմանում անգլերեն սովորեք եթե անգլերեն գիտեք ուզում եք մասնագիտացված անգլերեն սովորեք որպեսզի ավել կարողանաք աշխատանքներ գտնել եթե ուզում եք կոմպյուտեր սովորել եթե ուզում եք ատամնաբուժի օգնական լինեք Եթե ուզում եք բժշկական խնամքների օգնական լինեք, տեսնում եք այնտեղ, բոլորը սրանք անվճար են։ Սա Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք գնաք ավել ձեր այս իմաստության չափը, մագարտակ ավել բարձրացնեք, ավել բարձր աշխատավարձ ստանաք, ավել լավ աշխատանք կարողանաք ունենաք։
անպայման օգտվեք այս ծառայությունից, որ Կալիֆոռնիա նահանգն է այս աշխատանք կատարում, վերջում ձեզ վկայական են տալիս, որ 50 նահանգում իրենց վկայականը ընդունելի է։ Դուք կարող եք գնալ private school, անձնական սեփական դպրոց գնաք, բայց վկայական են տալիս մենակ իրենք են։ Ոչ միտեղ իրենց վկայականը ընդունելի չի։ Այստեղ Կալիֆոռնիա նահանգն է ձեզ տալիս, կարող եք օգտվեք ձեր աշխատավարձը բարձրացնելու եւ լավ աշխատատեղիներ գտնելու։ Իրենք նաեւ օգնում են, որ աշխատանք գտնեք։ Ծրագիրը հովանավորում են Երևան Post-ն հովանավորում։ Երևան Post-ը առաջարկում, եթե ծանրուց Հայաստան տեղրգեք, մի փանդ $2.99 Իսկ եթե նավով ծանրուց եք գրգում, մի ծանրուց հանձնեք իրեն երկրորդը անվճար կտանեն Հայաստան, որևէ չափի վերցնեք, համահավասար ծանրոցը անվճար կարող եք ուղարկել Երևան Post գտնվում է Գրանդա Հիլզում, հասցեն այստեղ գրված է հեռախոսահամարը զանգարեք, նաև մեքենա կարող եք ուղարկել, եթե տեսնում եք ուրիշ սառնարան, սառուցարան, մահճակալ, գազի սարքավորում ունեք այնտեղ, ինչ որ ունեք կարող եք ղրկել Հայաստան։ Ծրագիրը հովանավորում է Քորթ Ֆրենչը հովանավորում է Սենտրալ եւ Մրթել փողոցի հատման կետում է գտնվում Գլենդելում։ Իսկ 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում Orange County-ում նաեւ Santa Ana-ում, Նյու Յորքում, Օրեգոն նահանգի մեջ ունեն Վաշինգտոն նահանգ, Վաշինգտոն քաղաք, մայրաքաղաքը, Նյու Յորք, Ֆլորիդա խանութներ ունի Քորթ Ֆրենչը խոշոր ֆրնիչերի խանութներից մեկն է, նոր մատրես եթե պիտի գնեք, անպայման այցելեք Քորթ Ֆրենչեր։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, Շահին թուր ձեզ առաջարկում Ժապոնիայի համար թուր են կազմակերպել $3790, 10 օր թուրը all inclusive ամեն ինչ ներառված է, զանգարեք ձեր տեղերը ապահովեք կվերադառնա։ Իրան եւ Ամերիկայի պատերազմ շարունակում է։ Իսրայելի խրախուսանքով նախագահ Թրամփը հակառակ նրան, որ պաշտպանության այսինքն արտգործ նախարարը, փոխնախագահը բոլորը դեմ էին Իրանի հետ պատերազմը սկսելը, բայց ամենայն դեպս Նաթանյահուն կարողանում է համոզել Թրամփին, որ պատերազմը սկսեն Իրանի դեմ։ Թեև այդ ժամանակ բանակցության մեջ էին Օմանում, բանակցության մեջ էին Իրանի հետ, որը նախագահ Թրամփի ցանկությունն է, որ Իրանը ատոմական ռումբ չունենա։ 2015-ին այդ համաձայնությանը եկել էին Օբամայի հետ, բայց նախագահը ասաց դա հարմար չի, առավել պետք է Իրանին ճնշել եւ բնավ չպիտի ուրանիումի արհեստացում լինի։ Իրանը իհարկե այդ ժամանակ համաձայնվել էր, որ ուրանիում մենակ 3.69% արհեստացնը, որ միայն կարող եք էլեկտրականություն ունենալու հարմարությունը ստեղծեք։ Ատոմական ռումբ եթե պիտի ստեղծեք 90%-ից ավել պետք է արհեստանա ուրանիում։ Ամենայն դեպս հիմա Ամերիկան 10-րդ օրն է, որ ռմբակոծում է Իրանը եւ Իսրայելը մասնակից չի, մնացել է պատերազմը Ամերիկային 60,000 ամերիկացի զինվորներ Օման կամ այնտեղ օվկիանոսում Պարսից ծոցը եւ այդ տարածքներում են զինվորականները մեծ ծախս Ամերիկայի այդ ծախսի հետևանքով էր, որ պաշտպանության նախարարը Հեքսետ անունով Սենեթի ժողովի, այսինքն անդամների առջևն էր եւ պահանջում էր գումար, որ այս պատերազմը մինչ հիմա 37 միլիարդ 500 բիլիոն պաշտպանության նախարարին եք տեսնում կամ հիմա անունը փոխված է Թրամփի հրամանով պատերազմի նախարարը Secretary of War աշխարհում բոլոր այդ պաշտպանության նախարարությունը կոչվում դա Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլն, բայց նախագահ Թրամփ անունը փոխեց պատերազմի նախարարին հիմա համար կանչում ամենայն դեպս 37 միլիարդ 500 միլիոն ծախսել են
իսկ հիմա եկել են նորից գումար հարկավոր է մոտավորապես 67 առավել բիլիոն եւ մինչեւ 90 բիլիոն ծախսն է այս պատերազմի լինելու եւ պահանջում են որ կառավարությունը գումարը հատկացնի սովորաբար այսպես է որ ներկայացնի տուն եւ սենատը պետք է այդ գումարը հատկացնեն դրա համար է որ եկել են գումար են պահանջում այնտեղ իրենց ասում են որովհետեւ պատերազմ եթե պիտի սկսվի եթե անմիջական ամերիկան վտանգի մեջ է նախագահ կարող է պատերազմը սկսի ամենայն դեպս եթե վտանգի մեջ է Իրանը ամերիկային վտանգի մեջ չէր դրել բայց անկախ դրանից ինչ պատահի նախագահը 60 օր կարող է պատերազմի մասնակցի հետո պիտի գա ներկայացների տուն եւ սենատի անդամներից այսինքն օրենսդիր մարմնից թույլտվություն վերցնի նախագահը ասում է ես պետք չի թույլտվություն վերցնեմ մենակ գումարը տվեք մենք պատերազմը շարունակենք այդ էր որ խիստ դեմոկրատներ իհարկե իրեն հարց էին տալիս սա մեկ անձնավորություն է որ ինքը որևէ փորձառություն չունի լինելու պաշտպանության նախարար այսպես տեսնում եք հեքսեթին եւ պատերազմը ինչ որ այսպես դեռ շարունակվում է մինչ հիմա այստեղ Ջիլի Բրանդ Նյու Յորքի սենատորն է որ ասում է նախարարին ասում է որ ուրեմն դուք անսահման գումար եք ուզում որ շարունակեք պատերազմը դա է նպատակը իհարկե բնականաբար պատերազմի նախարարը այդպես չի ասում 5 ամիս է եւ քննադատում են որ 5 ամիս է նախագահը ասում է որ Իրանը խնդրում է որ համաձայնության կանգ իրեն հետ they want a deal այսինքն ուզում է որ Իրանը պահանջում է այս նոր այս զինվորական այսինքն մահացել է նաև ընդհանուր թիվը հիմա այստեղ տեսնում եք իրեն ընդհանուր 30 տարեկան է երկու երեխա ունի սա մեկ 19 տարեկան է որ այս վերջին ժամանակ մահացել է Թեքսասից էր եւ ընդհանուր 18 զինվորականներ ամերիկացի զինվորականներ մահացան հիմա տեսեք հիմա որ այսպես է հութիները որ Եմենում Իրանի հետ հարաբերությունները շատ մոտիկ է ասել են որևէ նավ նաև այնտեղից չի կարող անցնի դա պատճառ է լինելու որ նավթը կամ բենզինը խիստ թանկանա ինչպես որ հիմա տեսնում եք միջինը գոնե Ամերիկայում $4 ավել է այս նավերն են որ հութիները ներքևում ծեր աչում իրենց տարածքն է որ այս նավերին հետ են ղրկում ասում են այս կողից եթե կա հարված են ուրեմն նավերը ստիպված են հետ վերադառնալ ասացի ծոցում նաև ոչ ոք չի գնում այստեղ մեկ ռիփաբլիկան սենատոր է նաև մտահոգված ասում է որ որն է ծրագիրը այսպես տեսնում եք այդ ժամանակ երբ որ խոսում էր նախարարը բողոքողները գալիս էին եւ աղմկում այսպես ժողովը քանի անգամ պիտի կանգնեցին միջև մարդկանց անեն հիմա ասացի 67 առավել բիլիոն նախագահ պահանջում է որ պատերազմը կարողանան շարունակեն սա մեկ ուրիշ սենատոր է դեմոկրատ որ մեղադրում է նախարարին որ չգիտի ինչ է անում որն է ծրագիրը ինչ է հետևում ուրեմն այսպես տեսնում եք քննադատում են իսկ Իրանը թիրախ է դարձրել նաև Բահրեյնին թիրախ դարձրեց եւ այսպես տեսնում եք այս պատերազմը շարունակում է արդեն 37.5 բիլիոն տրամադրված էր 67 նորից պիտի վերցնեմ որ կդառնա 105 միլիարդ գումար ինչ որ պատերազմին ծախսում է այս երկիրը Իրանին վերաբերող միայն այս պատերազմը ինչ որ տեղի ունենում եւ նախագահ Թրամփը առավել հրաման է տվել առավել զինվորներ գնան այդ շրջանը որովհետեւ անընդհատ սպառնում է որ իրենք որոշ տարածքները կգրավեն որ չի թվում տարածք գրավեն որովհետեւ ամերիկան լավ փորձ ունի պատերազմների մասնակցելու գիտեք ինչպես
գնացին Աֆղանստան 20 տարի պատերազմ եղավ, վերջը հաղթվեցին դուրս եկան։ Գնացին Իրաք, դեռ մինչև հիմա չի խաղաղություն չեն կարողացել բերել, անընդհատ դժվարության մեջ են, անընդհատ գումար պիտի տան, գումարներ ծախսեն, եւ ահա թվում է այստեղ էլ նաեւ quagmire, այսինքն դեռ պայքարը, այսինքն պատերազմը հայտնի չի դեպի ուր է սլանում, ուր է գնում այս պատերազմը։ Ես մի դադար վերցնեմ, երբ հրատարակամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ օքսիգենի թանկը տնում են աղբի մեջ, տեսնեք ինչ է լինում Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն ողանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք ապարտման կամ վարձել եք մեկ առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի, եթե այդպես չի, ձեզ պիտի հատուցում տան, կարող եք խորհրդակցեք փաստաբանի հետ, դուք ոչինչ չեք վճարում, եթե հաջողեց գումար վերցնի, իրեն կվճարեք, եթե չհաջողեց, դուք ոչինչ պարտ չեք իրեն, այստեղ զանգահարեք, խորհրդակցեք։ Pizza Artinia ովանավորում է Բրբանկում, եթե մի պիցա իրենցից պատվիրեք, երկրորդ պիցան կես գնով կստանաք, համավասար պիցան կես գնով կստանաք։ Ծրագիրը նաև ովանավորում է դոկտոր Թավանսի ովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, 3 կենտրոններ ունի, Գլենդելում, սա հեռախոսը համարն է Փասադինայում եւ Costa Mesa Orange County-ում։ Եթե Orange County եք ապրում, այս Փասադինա եք ապրում, Գլենդել եք ապրում, որևէ մեկին այս հեռախոսը համարներից մեկին զանգարեք իրենից ժամադրություն վերջեք 31 տարվա փորձառություն ունի այս փաստաբանը կվերադառնա։ Միլվոքիում ես ուզում եմ ցույց տալ մարդիկ այս օքսիգենի թանկը երբեմն տնում են աղբի մեջ, կարող է օքսիգեն նաև կա, եթե ամեն ինչը չի, որ դու կարող եք տնել աղբի ամանի մեջ, որոշ բաները պետք է զանգարեք, տեսնեք երբ կարող են կան տանեն, կամ ինչպես պետք է դա թափել։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ, որ օքսիգեն, տեսեք տնում են աղբի մեջ եւ հանկարծ դա պայթում է այդ աղբը հավաքող անձիկ մեկ հոգին այսպես պայթում է, մյուս անկյունից եք տեսնում, անձը վիրավորված է, իրեն տանում են հիվանդանոց եւ այսպես տեսեք ինչ դժվարություն այս օքսիգեն թանկի պայթումի հետևանքով գարբեջի քանի մեջ դրա մի անցյալում նաեւ սա Օհայոում նույնպես սա մեկ ուրիշ տեղում Օհայո նահանգում է որ այսպես նորից թանկը տնում են եւ պայթում է եւ այսպես դժվար կացություն է ստեղծում դրա համար դուք պիտի իմանաք ինչը որտեղ տեղադրել ամեն ինչը չի կարելի աղբի ամանի մեջ տնեք այսպես դժվարություն կարող է ստեղծվի ես հիմա ուզում եմ խոսել մեկ անձնավորություն գնում է Նյու Յորք քաղաքի Federal Building-ի առաջ, կառավարության կարևոր բիլդինգի առաջ, այստեղ գիտեք Federal Building-ը ամենամուտիկը մեզ է Westwood-ում է գտնվում, հսկա շենք է, որ բոլոր կառավարական տարբեր նախարարություններ այդտեղ է շենքի մեջ։ Նյու Յորքում էլ այդպես Federal Building կա, մեկ անձնավորություն ժամանակ առաջ գնում է այդ Federal Building-ի առաջ եւ տեսնեք ինչ է անում այս անձնավորությունը, այսպես տեսեք, տանում է նավթ է լցում եւ հետո վառում է Federal Building-ի առաջը վառում է, փախչում է ինքը։ Ամեն դեպս իրեն հետո ձերբակալում են, ինքը եղել է նախապես զինվորական ծառայություն է տվել, այսինքն զինվոր է եղել Նյու Յորքում այնտեղ, բայց այսպես տեսնում եք նաև տանակ է վերցնում գնում է որ հարված է եւ այլն ուրիշ նպատակներ նաև ունենում է սա ասացի մի քանի ամիս առաջ էր տեղի ունեցել բայց հիմա մանրամասը պատկերներով տեսնում եք ամենայն դեպս այս երկրում միշտ նման հարցեր լինում է վերջը ձերբակալում են վերջը տանում են բանդ
երբ պետք է դատարան գնան, բանից դուրս է գալիս, որ հոգեկան խանգարումներ ուներ այս անձնավորություն, բոլորը միցև երբ մի ոչրագործություն են անում, հանկարծ ասում են, որ հոգեկան խանգարում ունի անձնավորությունը եւ գիտեք, բան չի լինի անել, եթե հոգեկան խանգարում ունի։ Ես ուզում եմ նաեւ խոսել ընտրության մասին, ինչ որ նախագահ Թրամփ միշտ բողոքում է, որ անօրինականներն են քվեարկում եւ այսպես եւ այդպես է, երբեմն այդպես է լինում։ Հիմա Նյու Ջերսի նահանգում 6600 non-citizen, այսինքն մի խումբ կան անօրինական, մի խումբ կան, որ անձիկ են citizen չեն։ Անձը պիտի citizen լինի, որ ընտրության մասնակցի։ Իհարկե Լոս Անջելես քաղաքը հիմա ասում է, որ իր ընտրության, մենակ Լոս Անջելես քաղաքն է, որ ես լսել եմ այդպես առաջարկ կա հիմա, որ նա որ citizen չի կարողանա քվեարկության մասնակցի, ասացի միայն citizen Լոս Անջելես քաղաքի համար։ Բայց ամենայն դեպս Նյու Ջերսիում նայում են, տեսնում են 6600 non-citizen կամ ոչ citizen կա այդտեղ, որ կարող է քվեարկության կապ ունեցել։ Երբ նայում են, հիմա այստեղ ցույց տամ, մի քանի 100 հոգի են, որ մասնակցել են Նյու Ջերսիում, գիտեք ամեն նահանգ իր ընտրությունն է կատարում։ Սա Նյու Ջերսի նահանգապետն է, որ այս հարցով հիմա եկել է ուսումնասիրել են եւ ասում է, որ այո, մասնակցել են, այդպես անձիկ մասնակցել են, բայց երբ նայում են, տեսնում են ազդեցություն չի ունեցել ընտրության վրա, այսինքն միցև չի եղել միտեղ շատ մոտիկ է, տեսնում եք 400 non-citizen 400-ը Նյու Ջերսիում մասնակցել են եւ տեսնում են, որ այդ 400 որտեղ որ այդ սխալ մարդիկ մասնակցել էին, ընտրության վրա չէր կարող փոփոխություն բերել։ Ընդհանուր Նյու Ջերսի հիմա իհարկե մեղադրում են, ասում պատճառը դա է, որ կոմպյուտերի գլիչ, կոմպյուտերը սխալ գլիչ է ունեցել, պրոբլեմ է ունեցել այդ ծրագրի մեջ, 6600 non-citizen-ը կա այնտեղ, որ ասացի 400 մասնակցել են եւ իրենց անունը հիմա հանելու են։ Նաեւ մեկ բողոք կա, որ մարդիկ որ մահացել են, գնում են պատկերացրեք կառավարության օգնություն են ստանում, գիտեք food stamp են ստանում եւ այլն ստանում, գումար են ստանում, այդպես մտահոգություններ կա։ Ամենայն դեպս հիմա ես նորից վերադառնում եմ ընտրության համար, որ Save America Act նախագահի ցանկությունն է, նախագահ Թրամփի, որ բոլորին ընտրության ժամանակ ID պահանջեն, proof of citizenship, voter ID, որ voter ID պետք է citizen լինես, որ կարողանաս մասնակցես։ Ուրեմն եթե այդպես լինի, որտեղ հիմա գնում եք այնտեղ, տեսնում եք ձեզանից ոչինչ չեն ուզում։ Եթե ձեր անունը այնտեղ գրված է, երթում եք ասում եք ես վրեժն եմ, մեկը էլ բան չեք չի անում, եթե ձեր անունը կա ցանկի մեջ։ Ուրեմն դուք կարող եք քվեարկել, հիմա դա է որ նախագահ ասում է չինացիներն են խանգարում ընտրությանը, մեծ խարդախություն են արել, թեև ինքը 3 ամիս առաջ ասաց, որ Չինաստանի ղեկավարի իմ ընկերս է եւ ամենաազնիվ անձնավորությունն է, հիմա մեղադրում է նախագահ Թրամփի Չինաստանին, որ խարդախություն է կատարում, մխրճված է Չինաստանը ընտրության մեջ եւ ահա այսպես արդյունքը ընտրությանը փոխում է։ Հիմա մի քանի պատճառ կա, ասում են, որ Թրամփը սկսել է այսպես հարցեր ասել, որ եթե գալիք ընտրությանը նախատեսում են, որ ռիփաբլիկանները ներկայացնի տան անդամներից մի քանիսը կորցնելու են։ Հիմա ներկայացնի տան մեջ ռիփաբլիկաններն են մեծամասնություն, 5 ավել ներկայացների տան անդամներ ունեն առնվազն եւ թվում է, որ հաղթվելու են ավել շատ դեմոկրատներ են լինելու։ Սենեթում հիմա 53 սենեթերներ կան ռիփաբլիկան, 47 դեմոկրատներ կա։ Այնտեղ նաև թվում է, որ կարող է կորուստ ունենան, բայց կարող է սենեթը էլի մեծամասնություն լինեն։ Բայց ներկայացնի տան մեջ կարծում են, որ
կկորցնեն։ Հիմա եթե կորցնեն մեկը այս տներից, Թրամփի համար դժվար կլինի տարբեր հարցեր ներկայացնի տուն սենեթը հաստատեն։ Ուրեմն ավել դժվար կլինի իր աշխատանքը։ Եվ ասում են, որովհետև մտահոգված է, որ տարվելու են կամ հաղթվելու են ներկայացնի տան անդամների կորուստ են ունենալու, որպես իրեն չմեղադրեն, հիմա այդ հարցն է բարձրացրել, որ Չինաստանն է, որ մխրճված է եւ խանգարելու է գալիք ընտրությունը, խանգարելու է, այսպես հարցեր են բարձրացնում։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պետք է խոսեմ Pink Panther-ի մասին, նա որ մեկ երաժշտությունը նվագում էր թրումպետով, դուք լսեք, իսկ ծրագիրը հովանավորում է Սերփրոն հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ձեր բիզնեսում, ձեր տանը պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի, նոր շենք է կառուցել, լրի վերանորոգումներ է կարել ձեր շենքի համար, հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը, մի խողովակ պայթել է եւ բնակարանը պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի, այստեղ կարող եք զանգարել։ Սա պրոֆեսիոնալ մաքրողներ են, սրանք կանայք չեն, որ գալիս են սեղանները մաքրեն եւ այլն։ Եթե այդ կարիք եղավ, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում ծրագիրը ալերգի եւ ասմայի մասնակից է Գլենոքս փողոցի վրա 30 տարվա փորձառություն ունի, սա հեռախոսահամարն է։ Ռաֆիզ Մարքեթն է հովանավորում ծրագիր, Ռաֆիզ Մարքեթ Բրբանքում է, բայց Գլենդելի արևանության է գտնվում։ Պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր տաշնամուրի խանութն է, 98 տարի աշխատում է Hollywood Piano-ն, այստեղ տեսնում եք Arroyo Parkway Pasadena-ում է, Գլենդելի հարևանության է Pasadena-ում, բայց անմիջապես Գլենդելի հարևանության։ 600 տաշնամուր կա այնտեղ եւ այս upright սիմֆոնի տաշնամուրներ բոլորը $1000-ից մինչև $500,000 եւ նաեւ կարող եք վարձել տաշնամուրներ կվերադառնան։ 1963 թվին Pink Panther մեկ ֆիլմ էր եւ Henry Mancini գրել էր մի երաժշտություն, բայց նվագողը այս ճանաչված երաժշտության Plus Johnson կամ Plus Johnson անունով մեկ անձնավորություն էր, որ մահացել է 94 տարեկան հասակում, որ ես ուզում եմ լսեք, երևի ձեզ նաև ծանոթ է այս անձն է, ինչ որ նվագում։ Տեսնում եք իրեն անձը այս 94 տարեկան հասակում մեկ ամենաճանաչված այս նվագարան նվագողներից մեկն է եղել եւ մահացել է հիմա։ Ես ուզում եմ հիմա խոսել, բոլորը ձեզ ասեն եմ, բարկացած են, երբեմն շատ դրագ են օգտագործում, թմրեցուցիչներ են օգտագործում, ամենայն դեպս Էլեքաունթի հյուսիսում մեկ անձնավորություն AR-15 շատ ամենահզոր հրացանը մեկը կարող է վերցնի, դա վերցնում ու գնում է, սկսում է կրակել, անգամ մարդկանց դուռը թակում է ու կրակում է։ Այստեղ տեսեք հրացանով գնում է ու այսպես այդ պատշգամբից ուրիշների է կրակում։ Այսպես մինչև ոստիկանությունը գալիս է, հետո իրեն շրջապատում, տեսնում եք դուռը թակում է, հետո կրակում է, նստում է պատշգամբին ու կրակում է, բոլորը հեշտությամբ հրացան են վերցնում, կամ գնում են, կամ ուրիշ հրացան են վերցնում, այսպես,
դժվար կացություն են ստեղծում ուրիշների համար, այսպես տեսնում եք կրակում է, անընդհատ կրակում է, տեսնում եք դրա մարդկանց գարաժի տրան է կրակել, պատի վրա է կրակել։ Ամենի դեպս միջ ոստիկանությունը գալիս է, տեսնում եք ոստիկաններն են հրացաններով գալիս են, ինքը վայր է ընկնում, հետո մինչև ամբուլանս են կանչում, ինքը կարծեք շատ դրаг օգտագործած է, դրա համար եթե շատ էներգի են ստանում եւ դրա համար մահանում է, անձը այդտեղ մահանում է այս երիտասարդը ինչ որ տեսնում եք, բայց այնպես այս նման դեպքեր բարեբախտաբար ոչ ոքի անձամբ չի վնասել, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ շարունակել ու խոսել հիմա նաև մեկ ուրիշ կիրակի օրը ես այստեղ ցուցադրենք, շարունակենք, տեսնում եք այստեղ շարքն եք տեսնում, այս շարքը սա մեր շրջանում է այս շարքը եղել, ինչ որ տեսնում եք այստեղ Կալիֆոռնիայում է, Southern California, հարավային Կալիֆոռնիայում է շնաձուկը 10 ֆիտ երկարություն։ Մարդիկ տեսեք մոտիկ այնտեղ լողում են, բայց ոմանք չգիտեն, որ այդտեղ այդքան մոտիկ է իրենց։ Ընդհանուր արմամբ որևէ կենդանի շարքը կետծուկը, որտեղ այստեղ 1970-ական թվականներին մեկ ֆիլմ էր ջազ անունով ֆիլմ պատրաստված էր, որ միցև ահուսարսափ ստեղծեց բոլորի համար, որ շատ վտանգավոր կենդանի է։ Այո, մասամբ վտանգավոր է, բայց ընդհանուր առմամբ կենդանին վտանգավոր չի, միթե որ ծաղկ ունի հետը։ Կամ կենդանին դուք մի վիճակ ստեղծեք, դա սա կլինի, ուրիշ կենդանի կլինի, մի վիճակ ստեղծեք, որ ինքը ահուսարսափի մեջ լինի, կարծի որ դուք ուզում եք իրեն վնասեք, հետո անպայման ձեզ վրա կհարձակվի մանավանդ կետ ձուկը։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, մեկ գողի հետևում են, պոլիսը գողին հետևում է, գնում է մի կամուրջի վրա, մեքենան գնալիս դուրս է թռնում մեքենայի միջից ու կամուրջից տեսեք այսպես թռչում է, գետի մեջ է մտնում, նայեք տեսեք ինչ համարձակություն։ Բայց բարեբախտաբար այս ոճրագործին հետո տեսնում եք մթության մեջ թռչել ներքև կարողանում են այնտեղ իրենց բռնել ու ձերբակալել այս ոճրագործին եւ տանել որ տատի տան։ Ես ուզում եմ նաեւ ցույց տալ ձեզ, եթե հուլիսի 4-ը շների համար շատ սոսկալի օր է, այդ հրավառությունը ինչ որ լինում է, սովորաբար շները շատ են վախենում, ահուսարսափ է իրենց մեջ ստեղծում եւ ահա այսպես է այս օրինակը, որ ես ուզում եմ ձեզ ցույց տալ, մեզորեում մեկ շուն թողնում է այդ ահուսարսափ օրինում է, թողնում փախչում է, կորում է եւ հիմա 2 օր անցել է, որ կարողանում են քաունթին պոլիսը շերիֆը գտնում է եւ տեսակ ուրախությամբ այդ շանը հետ են վերադարձրել իրեն տերերին։ Ես պիտի դադար վերցնեմ, դադարից հետո պիտի խոսեմ մեկ անձնավորություն տանակ է վերցնում, հետո տեսնենք ինչ է անում, նրանից հետո մեկ օժչուհի ամուսնանում է, տեսնենք ինչ է պատահում եւ վերջավորությանը արջը մեքենայի մեջ ծրագիրը հովանավորում է, Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե accident եք ունենում, ավտովթար եք ունենում, զանգարեք այս հեռախոս համարին, փաստաբանի հետ խոսեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք, այս մասնագետի հետ հանդիպեք,
գտնում է գրասենյակներ Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոց է գտնվում, ժամադրություն հարկավոր է զանգահարել։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն, որպեսզի դուք զբաղվեք ձեր հասակակիցների հետ այդտեղ ու կվերադարձնեն։ Ծրագիրը ովանավորում է Jackpot, ովանավորում է ծրագիրը, գեղեցիկ հագուստներ, կոշիկներ, մանավանդ, արտասահմանից բերված, շատ մատչելի գներով ձեզ են առաջարկում, այցելեք Pacific փողոցի վրա գտնվող Jackpot։ Անաշեգիֆտն է ովանավորում ծրագիրը, անաշեգիֆտ ձեզ է առաջարկում այս ֆանը ինչ որ տեսնում եք, զովացուցիչը ինչ որ տեսնում եք, դուք նայեք նույն մարքան ուրիշ տեղ $31-ից ավել թանկ է, $39, $31 ամենայժանն է։ Իրենք առաջարկում են ընդամենը $19.99։ Առավել շոկ օրեր է լինելու, սա երևի ձեզ անպայման պետք է լինելու կվերադառնա։ Irvine-ում մեկ անձնավորություն տանակ է վերցնում, մեծ տանակ ու փողոցներն է ընկնում, ոստիկանը գալիս է, ոստիկանին է հարվածում, բայց ինքը զանգում է 911։ Ուրեմն այս ոճրագործը ինքը տանակով ոստիկանին հարվածում է, ինքը կանչում է 911 օգնություն է ուզում։ Այսպես ասում եք, ոստիկաններ գալիս են, իհարկե բնականաբար իրեն ձերբակալում են, ոստիկանը վիրավորված է, բայց կարևոր չի, այսինքն մահացու վերք չի, տեսնում եք այստեղ հիմա, երբ ոստիկանը կրակում է կամ այսպես վիճակի մեջ են գնում, պետք է լրիվ դոկումենտ անեն, ամեն ինչը կրվի, ամեն ինչը ասվի, տեսնում եք փողոցը փակում են, որովհետև դատախազության պետք է ներկայացնեն, այսպես տեսնում եք այս շրջանը բոլոր փակեն էին Irvine-ի շրջանը, որ ոչրագործը ինքը 911 էր կանչել։ Ես ուզում եմ ցույց տալ մեկ երիտասարդ կին ամուսնանում է, ինքը ուշչուհի է, այս ամուսնության ժամանակ է, որ իրեն չէին ասել, հանկարծ զանգ են տալիս, այդտեղ բարձրախոսներ են դրել, մայքրոֆոն են դրել եւ իր աշակերտները զանգ են տալիս եւ ինքը լուր չունի, կազմակերպել են, ուրեմն տեսեք ինչ է պատահում հիմա։ Տեսեք ասում եք, լավ օր ունենաս, ես քո աշակերտն եմ, անուններն են տալիս այսպես, ու մեծ ուրախություն։ Մեկ ասում եք, աշխարհի, շնորհավորում եմ ուրիշ բոլոր 6-7 տարեկան երեխաները, ուրեմն զանգահարում են ու շնորհավորում են այս ուշչուհուն իր տարեդարձը, ասում է ամենալավ օրը լինի կյանքումդ, մեկ ուրիշ աշակերտը ասում բոլոր այստեղ եւ մեկ ասում է դու շատ գեղեցիկ հարս ես, այսպես գնահատանքի խոսք, դու լավ ուշչուհի ես, այսպես տեսնում եք, իրեն գնահատում են եւ ուրախության պատճառն են դառնում, այսպես իրենց արտահայտություններով։ Ես ուզում եմ վերջավորությանը ձեզ ցուցադրել մեկ արջ գնացել եմ մտել եմ ինչպես է կարողացել մտել է մեքենայի մեջ տերը գալիս է տեսնում այս խոշոր արջը մեքենայի մեջ նստած է հիմա մեկը խելացի առաջարկ է անում ասում է դուրը թելով կամ թելով կապիր դուրը հետո երկար թել դու հերու գնա եւ դուրը բացիր եւ աղմեկեք տեսնում եք կապեն է դուրը հերվից է բացում որ չհարցակվի իր վրա եւ ահա այսպես արջը սա Քոլորադո նահանգում էր պատահել եւ այդ ռոփով թելով ինչ որ կապեն էր դուրը կարողանում է որտեղ անջանք դուրերը փակ էր արջը չի կարող մեքենայի միջից դուրս գա բայց այդպեսով կապում է հետևի տրանը դուրը բացում է արջն էլ խելացի է տեսնում է դուրը բաց է գալիս է դուրս ու գնում է անտառ ծրագիրը եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղ մի շնորհակալ